Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մոսկվան եւ Կիևը փոխանակել են մինչեւ 25 տարեկան զինծառայողների առաջին խմբերը։ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը կիրականացվի մի քանի փուլով։ Փոխանակված գերիների թվում են վիրավոր եւ մինչեւ 25 տարեկան զինվորները։ Բանակցությունները շարունակվում են, մանրամասնել է Զելենսկին։ Կիևի եւ Մոսկվայի թիմերը պայմանավորվել էին նաեւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մասին։ Հունիսի 7-ին ռուսական կողմը հայտնել էր, որ մարմինների մի մասը տեղափոխվել է փոխանակման վայր, սակայն ուկրաինական կողմը հրաժարվում է ներկայանալ։ Կիևը հերքել է ռուսական կողմի մեղադրանքները։ Ուկրաինայի համակարգող շտաբից մանրամասնել են, որ զոհվածների մարմինների վերադարձի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում, սակայն ամսաթիվը չի համաձայնեցվել։ Թե երբ տեղի կունենա Կիև-Մոսկվա վերսկսված բանակցությունների երրորդ փուլը եւս հայտնի չէ։ Կրեմլի խոսնակը սակայն հավատացրել է, որ հարցն օրակարգում է։ Ռուս-ուկրաինական քաղաքական դիվանագիտական կարգավորման ջանքերին զուգահեռ կողմերն ամեն օր հայտնում են փոխադարձարվածների մասին։ Ռուսաստանի բնատվյալով ուկրաինական ուժերի թիրախում են եղել Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Վորոնեժի, Օրյոլի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերը։ Անօդաչուներ են խոցվել Մոսկվայի մոտակայքում։ Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Տուլայի մարզի ազոտ-քիմիական գործարանին։ Հրդեհ է բռնկվել կանտուժացներ։ Թիրախավորվել է նաև Չուվաշիայի հանրապետության մայրաքաղաքի Չեբոքսարիի գործարաններից մեկը։ Ուկրաինայում էլ օդային տագնապ է հայտարարվել։ Կիևում կան ավերածություններ։ Ռուսաստանն ԱԹՍ-ներ է արձակել նաև Խարկովի, Զապորոժիեի, Ժիտոմիրի, Չերնիգովի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։ Բարդ իրավիճակ է Սումիում, մարզի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման։ Սահմանային հատվածներում տարհանում է իրականացվում։ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվել են ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերի պատճառով։ Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ եւ արտաքսմամբ զբաղվող ծառայությունը մի քանի տասնյակ մարդու էր բերման ենթարկել։ Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներ են այրել, ծածանել Մեքսիկայի դրոշը։ Հաղորդվում է քաղաքացիների եւ անվտանգության ուժերի շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ։ ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով ապօրինի ներգաղթյալները գրավել են ամերիկյան բնակավայրերը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ պատրաստվում են արգելել ցույցերի ժամանակ դիմակների կրումը։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը ապօրինի եւ բռնապետական է որակել Սպիտակ տան որոշումները։ Նա հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Թրամփի վարչակազմին ցույցերը ցրելու համար ազգային գվարդիան ներգրավելու համար։ Ամերիկյան զլմները գրում են, որ բողոքի ակցիաներ են եղել նաև Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքում։ Լոնդոնում մեկնարկել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդվում է, որ Պեկինի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Հելի Ֆենը, իսկ Վաշինգտոնինը ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նոր հանդիպման մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Չինաստանի եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով։ Կողմերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսին Ժնևում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Չինաստանի համար 145% մաքսատուրքերի մասին։ Պեկինը ի պատասխան հայտարարել էր ապրանքների համար 125%-ի մաքսատուրքերի մասին։ Այնուհետև կողմերը համաձայնության են եկել փոխադարձաբար կրճատել տուրքերը։ Իսրայելցի զինվորականները կանգնեցրել են Մադլին նավը, որն ուղևորվել է Գազայի հատված։ Նավի վրա են եղել Գրետա Թունբերգը ու եւս 11 ակտիվիստ։ Նրանք հայտարարում են, որ ցանկացել են հումանիտար աջակցություն հասցնել պաղեստինցիներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից սակայն նշում են, որ այս ակցիան ձևական բնույթ է կրում, իսկ նավի վրա չնչին քանակությամբ հումանիտար փաթեթներ են եղել։ Զբոսանավն ուղարկվել է Իսրայել։ ԱԳՆ-ից հավելել են, որ Գազայի ծովային գոտին փակ է միջազգային իրավունքին համապատասխան։ Դիանա Գասպարյան, լուրեր։